Ասում եմ ողջույն բոլոր նրանց, ովքեր նոր են միացել Ֆորտունայի եթերային աշխատանքին, սա բաց սենյակ, նաև բաց սենյակի հյուրասրահատվածում են եւ սիրով ներկայացնելու եմ իմ այսօրվա հյուրին։ Բաց սենյակի տաղավարում հյուրընկալել եմ ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գառնիկ Դավթյանին, պարոն Դավթյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ բարեկալուստ Լոռի, Վանաձոր եւ Ֆորտունա։ Շնորհակալ եմ հրավերի համար, շնորհակալ եմ հյուրասիրության, հյուրընկալության համար։ Ինչպես եք դուք զգում Լոռիում։ Շատ լավ, հարազատ տանպես, որևէ ձևով հյուրի կարգավիճակում չեմ զգում, որովհետև վանաձորցիները, կիրովականցիները շատ հյուրընկալ են, ունեն իրենց սպეციფიկ մոտեցումը, ինչպես բոլոր մնացած մեր մարզային բնակիչները, բայց առանձնահատուկ ընդգծում եմ Վանաձորի հյուրընկալությունը։ Տպավորություններս բավական բարձր են, եղանակն իր հերթին նաև տրամադրում է դրան, այսինքն ծնախառն եղանակ է վերջի 2-3 օրում։ Կարծես թե արդեն մոտենում ենք տաք շրջանին, եւ քաղաքական, եւ իհարկե բնության համատեքստով։ Ոնց ընդունեցին լոռեցիները ուժեղ Հայաստանի թիմին, ինչ տպավորություններով, ինչ հանդիպումներ եք ունեցել։ Շատ տարբեր, շատ հետաքրքիր, ես կասեի գույնզգույն ձևով են ընդունել։ Մի քանի օրինակներով անցնենք, դիտարկենք մի քանի օրինակներ։ Տեսեք, մենք ուրբաթ օրվանից Վանաձորում ենք եւ մեր հայրենակիցներին ներկայացնում ենք Սամվել Կարապետյանի 5 տնտեսական կետերը։ Տարբեր արձագանքներ են եղել են արձագանքներ շատ ջերմ, որը հիմնական մաս է կազմել։ Եղել են նաև արձագանքեր, որտեղ որ ժողովրդից խավված անընդհատ քաղաքական խոստումների համատեքստում խավված լինելու բողոքներ, որ արդարացի է, հաշվի առնելով մեր վերջին 30 եւ ավել տարվա քաղաքական process-ները եւ այդ դժգոհությունը, որ քաղաքական գործիչները ամեն ընտրությունից են գալիս, տեղին էր։ Իհարկե դա որպես մեզ այդպեսին ուղղված չէր, բայց օդում կախված քննադատությունը միշտ լսելի էր։ Իհարկե Վանաձորում ես մի քանի դրվագ եղավ, բայց մեկ դրվագին կուզենամ անդառնալ, որը ինձ ավելի տենց տպավորեցրել է։ Ուրեմն այցելություն ենք ունեցել Տարոն թաղամաս, այնտեղ հանդիպել ենք եւ մեզնով հետաքրքրվող ակտիվի հետ։ Շրջում էինք թաղամասով ու մի տատիկ հանդիպեց, որը շատ հետաքրքրված էր, թե խմբով ինչ ենք անում այդտեղ, որտեղ բավականին ակտիվ հանդիպում ենք եւ տաքսու վարորդների եւ փողոցում պատահական քայլող անձանց եւ առհասարակում հանդիպում էինք փողոցում։ Տատիկին ներկայացրեցի, որ մենք հանդիսանում ենք ուժեղ Հայաստան կուսակցության անդամներ, որտեղ ներկայացնում ենք Սամվել Կարապետյանի 5 տնտեսական ծրագրերը, ու այսպես առաջի արձագանքը վայ բալաջան ու միանգամից փաթաթվեց։ Անկեղծ եմ ասում, նախ փշաքաղվեցի այդ պահվածքից չէի սպասում, ասես չեք պատկերացնում Սամվել Կարապետյանը ինչ աշխատանք գործ արել առհասարակ Լոռվա մարզի համար, դա մոռանալ հնարավոր չի, մենք ձեզ ենք ընտրելու, անգամ մի քանի սովորաբար մեկ տնտեսական ծրագրից քարտից ենք տալիս, որտեղ նշված է 5 տնտեսական ծրագրերը, ինքս այսպես մի 7-8 քարտ վերցրեց, բա տվեք ես իմ հարևաններին կտամ, որտեղ հարևաններս են ձեզ համակրում, ու մենք իրազեկման ակցիայի համատեքստում ներկայացրեցինք նաև մնացած մեր քաղաքացիներին 5 տնտեսական ծրագրերը։ Բացի այդ օրինակից եղել են նաև տարբեր փոքր բիզնեսներ, խանութներ, ասենք մթերային խանութ, հացի փռեր են, այո, վարսավիրանոցներ են, այդտեղ ամեն մի փոքր բիզնեսին ներկայացնում ենք Սամվել Կարապետյանի 5 տնտեսական ծրագրերը ու մարկանց մոտ այդ զարմանքը ոնց է հնարավոր 0%, մի տեսակ այդտեղ համ լավ արձագանք կար, համ զարմանքի ձևով արձագանք կար, ներկայացնում ենք, որ առհասարակ 0% փոքր բիզնեսի համար ինքը բյուջեին ընդհանրապես վնաս չի հասցնում, հաշվարկով, իհարկե տնտեսագետ չեմ, շատ չխորանամ թվերի մեջ, բայց շեշտեմ, որ 2-ից 2.5% է կազմում մեր ամբողջ Հայաստանի Հանրապետության բյուջեի 0% փոքր բիզնեսի կողմից վճարվող հարկերը։ Հետևաբար այդ 0%-ի առաջարկը շատ ակտուալ ու ռեալ է, գետնի վրա հաշվարկի վրա հիմնված, որ որևէ ձևով դա չի վնասում մեր պետական բյուջեին։ Հնարավոր է այլ տեղերից այդ միջոցները լրացնել մեր պետբյուջեում։ Մի խոսքով իմ տպավորությունները միշտ էլ Վանաձորի հետ դրական են եղել ու հատկապես այս քաղաքական եւ մեր Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրերի ներկայացումը ինքնին արդեն մոտիվ է եւ ինձ համար պատիվ, որովհետեւ առաջի հերթին ես վստահ եմ, որ Սամվել Կարապետյանն այն անձնավորությունն է, ով կարող է իրական փոփոխություն անել մեր ժողովրդի անհատական մոտեցմամբ յուրաքանչյուր մեր հասարակության մաս կազմող խմբի կյանքում եւ դրանովից նպաստել, որպեսզի մեր ժողովրդի գրպանում փող լինի, այսպես ասեմ։ Հետևաբար այն 5 կետեր, որոնք ներկայացված են, դրանք 5-ով չեն սահմանափակվում, ինչու ենք 5 ընտրել, դա էլ ասեմ, եւ ինչու հենց 5-ը
Սրա մեջ նաև կա այդ ավանդական եւ հոգեվոր ընկալումներ պետության եւ մեր երկրում ապրելու տեսլականի համատեքստում։ Սովորաբար գիտենք, հա, գնում են խոպան, չեն վերադառնում կամ հիմնականում արտագնա աշխատանքն է, որ ապահովում է մեր հայրենակիցների առօրյա հացը։ Բացի դրանից մարդիկ աշխատանք չունենալով լքում են երկիրը, չեն վերադառնում ու այս 5 տնտեսական ծրագրերի մեջ նաև կա այդ ընտանիքներին կամ անհատ անձանց արմատա պետության հետ ավելի կապելու համատեքստ։ Նույն 300,000 աշխատատեղը, երբ որ դու ունենում ես աշխատատեղ ու հատկապես մարզերում ու այն պայմաններով աշխատանքային նկատի ունեմ վճարի մասով, որը չի տարբերվում Երևանից, այսինքն Երևան հիմնականում մարզից գալիս են Երևան, որպեսզի մեծ գումար աշխատեն կամ այնպես աշխատեն, որ տանը կարողանան կամ պարզապես կեցություն ապահովեն, այո, եւ մեր հիմնական մեսեջը աշխատատեղերի եւ նաեւ արդյունաբերական ճանապարհի կայանում է նրանում, որ մեր հայրենակիցների համար ստեղծենք այնպիսի աշխատապայմաններ, դա կլինի եւ գործարանների կառուցմամբ եւ առհասարակ աշխատատեղերի այլ ոլորտներում բացմամբ, որ մարդը ենթադրենք մեր գիրովականցին չգա հասնի Երևան, ճանապարհը չկտրի, հոգսը թեթևացնենք, այսպես ասեմ, եւ լուրջ ասած տնից տեղից չկտրվի։ Այո, աշխատի իր հայրենի հողում ու դա մի հատված է, որ արմատ է կապում անձի եւ իր հայրենի հողի կամ իր բնակավայրի հետ։ Մյուսը ուրեմն 20% էժան դեղորայքն է։ Վրաստանում օրինակ գների տարբերությունը այնքան մեծ է, անգամ կան դեղեր, որոնք կրկնակի թանկ են կամ 100%-ով ավել են, քան որ Հայաստանում է դա վաճառվում։ Ի նկատի ունեմ Հայաստանում դա ավելի թանկ է, քան Վրաստանում է դա վաճառվում։ Վրաստանում դեղերի գնումը մեր հայրենակիցների համար, հատկապես այն խմբի համար, ովքեր ունեն լուրջ հիվանդություններ, շատ կարևոր է։ Ու որպեսզի այդ մարդը նորից ճանապարհ չկտրի, ամեն անգամ գնալուց մտքին վատ հիշողություններ չգան, անեցներ չգան ղեկավարության եւ մնացած պետական ծառայողների նկատմամբ, մենք նպաստելու ենք, որպեսզի դեղերը 20%-ով էժանանան, որպեսզի մեր հայրենակիցը իր առողջության հոգսը ավելի ճիշտ եւ հեշտ կազմակերպի։ Ինչպես եք նպաստելու, եթե այս շուկան նաեւ միջազգային շուկաներից է կախված։ Տեսեք, նախ մենք ունենալու ենք որոշակի խմբերի դեղականակ ու դա արվելու է վերլուծության հիմնան վրա, այսինքն այն դեղերը, որոնք Հայաստանում շատ են սպառվում, այդ դեղերը նաև գիտենք, որ Հայաստանում կան դեղագործական ընկերություններ, որոնք դեղ են արտադրում։ Այսինքն ինքնին Հայաստանը այնպես չի, որ տեխնոլոգիային ծանոթ չի կամ առաջի անգամ է դեղ արտադրում։ Պարզապես պետք է խթանել նաև մեր տեղական նույնը, հենց դեղերի արտադրությունը, որպեսզի նախ առաջի հերթին դրսի փորձը ներկրվի Հայաստանի Հանրապետություն, երկրորդը դեղերի մասով լինեն կոնկրետ եւ ծրագրված process-ներ, որը կնպաստի նաեւ ինչու ոչ մենք միշտ հպարտանում ենք հայկական ապրանք տեսնելով ու ասեմ տարբեր օրինակներ կան, միայն դեղագործների շրջանում չէ, սովորական անհատ անձանց կողմից ստեղծված բիզնեսներ, որոնք կոնկրետ որակով են, արդյունքով են ու մեծ հաճույքով է դա գնում։ Ես իմ անձնական փորձից ասեմ, ես հայկական ապրանքների հանդեպ ունեմ այսպես յուրահատուկ մոտեցում։ Դա հենց մեր պետության համար կարևորագույն խնդիրներից մեկն է։ Մյուսը, որը նորից խոսում է մեր ժողովրդին իրենց հողին կապելու մասին, դա 20,000, ես այսպես հերթականությունը չեմ պահպանում, խախտում եմ հերթականությունը, որ ավելի հետաքրքիր մատուցվի։ 20,000 բնակարաններ, մատչելի բնակարաններն են երիտասարդ ընտանիքների համար։ Ես ինքս երիտասարդ եմ ու այս կետը շատ եմ հավանում ու շատ եմ մեր հայրենակիցների հանդիպման ժամանակ շատ այդ կետը շեշտում, որովհետև ամեն դեպքում տեսնում ես, որ մարդիկ բնակարան գնելու մեծ խնդրեմ ունեն, որովհետև գնային հարաբերակցությունը կապ չունի որտեղ, նույն այստեղ է հետաքրքրվել են վարձերը, սովորական վարձով տուն վերցնել են, առնվազն մի 2 անգամ թանկացել եմ, որովհետև գնային հարաբերակցությունը անտանելի բարձր է։ Երևանի մասին անգամ չեմ էլ ուզում խոսեմ, այնտեղ աստղաբաշխական դեպքերը։ Հետևաբար մենք ինչ ենք առաջարկում, մենք առաջարկում ենք 20,000 բնակարաններ, 20,000 երիտասարդ ընտանիքների համար, ոնց ենք դա պատկերացնում, պետությունը իր հաշվին գնելու է հողատարածքներ, որի վրա էլեկտրահաղորդալարերը, գազատարը, ջրատարը պետությունն է հոգալու, որպեսզի այդ ամբողջ առաջի կարևորություն նշանակություն ունեցող խողովակաշարը, այսպես ընդհանուր համատեքստում ասած, կոմունիկացիաները, այո, պետությունն է դա հոգալը, որպեսզի կառուցապատողը այդ ֆինանսական բեռը իր վրա չվերցնի։ Ինչը նաև նպաստելու է, որ բնակարանների վաճառքի գինը էական ցածր լինի, քան որ օրինակ կա Երևանում կամ Վանաձորում կամ մեր այլ մարզերում։ Հետևաբար այս քայլով, առնվազն այս քայլով մենք խթանելու ենք, որպեսզի մեր երիտասարդ ընտանիքները ոչ թե
գնան դրսում տարբեր երկրներում տուն առնեն, անել տարբեր ուրիշ խնդիրներ ունենալով կամ նույն թղթաբանական հարցնական, ֆինանսի դուրս հանելն եւ այլն, կարողանան այստեղ իրենց հայրենի հողում, Վանաձորում, կլինի կամ այլ մարզում ապրեն իրենց հարազատների մոտ, որովհետեւ լավ գիտեն, որ մեր հայերը այդ ավանդույթը ունեն հարազատ բարեկամներով իրար մոտ գտնվելու, այդ սովորական մենք էլ մեր ընտանիքում էլ այդ հարցը կա, դրա համար նաեւ անձնապես մոտենում եմ այդ խնդրին, այդ համատեքստում։ Իհարկե նաեւ այստեղ մթերման կայանների կառուցման հարցը կա, որը նույնպես շատ կարեւոր է։ Մեր գյուղացիները պարբերաբար վերջի տարիներին կնկատենք, որ կառավարության դիմաց ակցիաներ էին անում, բողոքի ակցիաներ, բողոքում էին եւ մթերման գներից, եւ կայանների սակավությունից, եւ առհասարակ կայանների կազմակերպչական աշխատանքից։ Եւ գյուղվարկերից։ Այո, դա այդ ամբողջի հետևանքն է։ Այսինքն գյուղացին ոչ կարող է պլանավորել տարվա սկիզբ իր մթերքի գինը, ոչ կարող է պլանավորել ոնց է մթերելու, կամ առհասարակ եղանակային պայմանները ինչպես կազդեի մթերքի, տարվավերջ մթերքի քանակի կամ տոնայական առումով այդ քանակի վրա։ Մենք առաջարկում ենք, որ բոլոր այս հարցերը պետք է անխտորեն եւ առանց տարբերության լուծվեն, առաջի հերթին, երկրորդը մենք կարծում ենք, որ ուրեմն ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած մթերման կայանները նպաստելու են եւ ուրեմն մթերքի որակի պահպանությանը, որովհետեւ լավ գիտենք, հա, մինչեւ գյուղացին հավաքում է, մինչեւ բերում է կայան, այդ ճանապարհին արև է, մի խոսքով մթերքը էականորեն վնաս է կրում։ Հետևաբար ազդում է նաեւ մթերքի գնի վրա։ Այսինքն եթե պետք է վաճառել պայմանական 150 դրամ, վաճառում է 100 կամ 80 դրամ։ Այսինքն շեշտակի նվազում է, ու դա էլ նույնպես հարվածում է մեր գյուղատնտեսի կամ մեր գյուղացու գրպանին։ Սա իր հերթին։ Իսկ մթերման կայանները այդ հնարավորությունը տալու են, այսինքն գյուղացին գիտենք, որ բերքը արևիտակ երկր մնալով այդ հավաքելու process-ը, հա, էլի նույնպես ազդում է մթերքի որակի վրա։ Իսկ մթերման կայանները այդ հարցերը լուծելու են, այսինքն գյուղացու հոգսը հունվար ամսի 1-ից մինչև աշուն կամ պայմանական նայես, որ մթերքը երբ է հասունանում, մինչև այդ մթերքի հասունացման եւ արդեն վաճառքի հանելու ժամանակահատվածի ավարտը, ինքը այդ վերջի պահին չմտածի, վայ մթերքս ինչ անեմ, որ հանգարց չտոժեմ, վարկերս կարողանամ փակեմ կամ հայ իմ ընտանիքի սոցիալական հարցերը լուծեմ։ Սա իհարկե 5 կետերով չի սահմանափակում ամբողջությամբ, բայց սա կարծում ենք, որ կարևորագույն խնդիրներն են, որ այսօր մեր հասարակությանը մտահոգում են։ Մյուսը 0% հարկ փոքր բիզնեսի համար, սա թերևս մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունում շատ կան փոքր ուրեմն բիզնեսներ։ Վարսավիրանոցներ կլինեն, փոքր մարքետներ կլինեն նաև հացի փռեր, կլինեն բանջարեղենի խանութներ, մսամթերքի խանութներ։ Մի խոսքով բավական շատ են, որովհետև յուրաքանչյուր թաղամասում կան այդպես փոքր կրպակներ։ Ոչ միայն թվեցի մի քանիսը, բայց դրանք շատ են, այնտեղ 115 միլիոն շրջանառության հարկի պայման կա, որից հետո փոքր բիզնեսը վերածվում է միջին բիզնեսի։ Այստեղ տնտեսությունը չի տուժում, այսինքն։ Բնավ ոչ, ինչպես շեշտեցի, 2-ից 2.5% է կազմում փոքր բիզնեսի ուրեմն հարկատվության չափը պետությանը առհասարակ տարվա կտրվածքում, հետեւաբար մենք վստահ ենք, որ այս 2-ից 2.5%-ը ոչ մի պարագայում չի կարող ազդել, որտեղ պետությունը ունի մեխանիզմներ ներդրումներ բերելու, հա, այսինքն այդ բացը շակերտների մեջ իհարկե դա բացել չի, հեշտությամբ կարելի է լրացնել։ Հետևաբար 0% հարկը մեր ուրեմն բնակիչներին նաև հնարավորություն է տալիս իրենց սոցիալական պայմանները ել ավելի բարելավելու։ Հատկապես երիտասարդները միշտ մտածում են, չէ, բանակից գամ, բիզնես բացեմ, համալսարանից ավարտեմ, բիզնես բացեմ, կամ մտածում են Հայաստանում ինչպեսի բիզնես բացեն, տեսնում են բյուրոկրատական աշխատանքն ու հարկերի չափը, ասում են լավ, Աստված Եվրոպա, ես գնամ ուրիշ երկրում բիզնեսս բացեմ։ Այսինքն այդ վերաբերմունքը չպետք է այդպես լինի, դա արդար չի եւ դա սխալ է առաջի հերթին։ Հետևաբար 0% հարկը յուրաքանչյուրիս անկախ այդ մարդը բիզնես ունեցել է, չի ունեցել, հնարավորություն է տալու, որպեսզի այդ մարդը իր բնակության վայրում կամ մի փոքր այլ հատվածում ունենա հնարավորություն իր սոցիալական պայմանները բարելավելու։ Հիմա այստեղ կարող է հակառակ հարց հնչել, բա ոնց է պայքարելու ուրեմն խոշոր բիզնեսների կողմից տրոհման process-ներին, կա հարկային այս մասով շատ խիստ վերաբերմունք ունի, այնպես չի որ օրենքը չի գործում, կա օրենսդրության հատուկ նախատեսված այդպիսի տրոհման process-ների լուրջ վերահսկողություն կա հարկայինի կողմից, այսինքն մենք այստեղ ոչ թե նպատակ ունենք
ինչպես շատ հաճախ շահարկվում է տարբեր քաղաքական թիմերի կողմից, որ դուք այտենց անում եք, որպեսզի բիզնեսները տրոհվի, ոչ, եթե օրենքը կա ու օրենքը կա հաստատ, այդ օրենքին հետևական ենք լինելու։ Այսինքն օրենքը ինչի համար է, որպեսզի վերահսկի նման խարդախությունները եւ ոչ արդար մոտեցումը մնացած այլ նորաստեղծ փոքր բիզնեսների նկատմամբ եւ թույլ չենք տալու, որ որևէ մեկը իրեն արտոնված գա փոքր բիզնեսների դաշտում։ Այսինքն մենք արդարության կրողն ենք այս համատեքստում եւ լավ գիտենք, հատկապես Սամվել Կարապետյանը շատ լավ գիտի, որովհետեւ ինքը իր բիզնեսը շատ երկար տարիներով բիզնեսը հիմնել եւ մեծացրել, բազմացրել, հետեւաբար լավ հասկանում է, որ երբ որ նոր ես մտնում բիզնեսի մեջ, որքան կարեւոր է պետության կողմից նախ առաջինը մոտեցումը քեզ, իսկ հիմա գիտենք, որ այդ մոտեցումը չկա, 5%-ը դարձել են 10%։ Եվ երկրորդը, որքան կարևոր է, որ խոշոր բիզնեսը քեզ կուլ չտա, փոխաբերական իմաստով ասած։ Հետևաբար այս մոտեցումը մեր հայրենակիցներին փոքր բիզնեսի մասով բավական, այսպես ասեմ, խոշորացույցով է լինելու եւ մեր կողմից չի լինելու որևէ, ինչպես ասեմ, որևէ աչքաթողություն, եթե որևէ խոշոր բիզնես փորձի այս առիթից օգտվի։ Մենք շատ խիստ ենք տնտեսության հարցում, որովհետև կարծում ենք, որ տնտեսությունը մեր պետության զարգացման կարևորագույն ուղղությունն է եւ իհարկե որը նպաստելու է նաեւ մեր պետության պաշտպանական համակարգին, որովհետև առանց տնտեսության ինքը նաեւ ինչ որ ձևով էլ պաշտպանական համակարգի մեջ է մտնում տնտեսությունը, եթե ոչ ամբողջությամբ իրեն ապահովողը, որովհետև լավ գիտենք, եթե պետությունը գումար չի աշխատում իր ներսում, ինքը չի կարող պաշտպանական համակարգ ձեռք բերել։ Հետևաբար տնտեսական այսինքն քայլեր իրանք պարզապես մեր համար թղթի վրա գրված քայլեր չեն, յուրաքանչյուր քաղաքացուն մենք հնարավորություն ենք տալ այս քարտով եւ այստեղ նաեւ QR կոդ կա գրված, QR կոդով, որտեղ ավելի մանրամասն են գրված 5 կետերը, մոտենալ մեզ ամեն տարի կամ ընտրվելուց հետո, հունիսի 7-ից հետո, ուժեղ Հայաստան կուսակցության հաղթանակից հետո յուրաքանչյուր քաղաքացի ինչ որ ժամանակ անց, երբ որ դժգոհ լինի այս մեր խոստումից, կարող է գալ հայտ ներկայացնել, ասել եք, չէ, բա ուր է։ Այսինքն մենք այնպես չի, ու ասեմ ավելին, թող մեծամտություն չթվա, ես ուղղակի այս մասով բավականից հպարտ եմ զգում, միակ քաղաքական ուժն ենք, ով ռեալ գետնի վրա ունի տնտեսական հաշվարկ ու առաջարկ։ Մնացածը հայտարարությունների համատեքստում ինչ որ մեծ բաներ են խոստանում, բայց եթե նայենք այդ մարդկանց քաղաքական կշիռը եւ հնարավորությունը, կհասկանանք, որ այդ մարդիկ անգամ այդ խոստման 10%-ը չեն կարող անել։ Սա է խնդիրը։ Շատ լավ, ես հետ գնալով նաև կետերից մի քանի լրացումներ եկեք միասին անենք։ Նշում եք, որ 300 նոր աշխատատեղ եք ստեղծելու մասնավորապես մարզերում, ինչ հաշվարկների հիման վրա եք դա արել։ Տեսեք, ես ինչպես շեշտեցի, տնտեսագետ չեմ ուզում շատ թվաբանության մեջ մտնել, նախ առաջինը արդար չի լինի մեզ լսողների ուրեմն նկատմամբ, բայց փորձեմ այսպես ոչ մասնագիտական աչքով դիտարկում անել, որը բնականաբար փաստերի վրա է հիմնված լինելու։ Մեր նպատակը արդյունաբերականացումն է։ Այսինքն մենք գիտենք, որ մեր պետությունը լուրջ ծավալներ է ունեցել գործարանների առումով, արտադրական առումով եւ Սովետ միության փլուզումից հետո ինչ պայմաններով դրանք կամ փակվել են, կամ գրեթե չեն աշխատում, կամ էլ շենքից մնացել է միայն 4 պատերը։ Կիրովականը վառ օրինակ։ Կիրովականը վառ օրինակ, ճիշտ եք։ Մենք գիտենք, որ Կիրովականը եղել է Հայաստանի Հանրապետության ժամանակին, Սովետ միության ժամանակ գործող խոշոր արդյունաբերական քաղաք, որտեղ եղել են բազմաթիվ աշխատատեղեր, մարդիկ չեն մտածել վաղվա օրվա հացի մասին, ունեցել են մշտական եւ աճող աշխատանք, այնպես չի եղել, որ այդ արդյունաբերությունը, ասենք, եթե 5 տարի եղել է նույն կարգավիճակով կամ նույն աշխատավարձն է տվել մարդկանց։ Միշտ եղել է այդ աճը եւ նպաստել է, որպեսզի տեղացիները, մեր կիրովականցիները կարողանան իրենց ավելի հարմար պայմաններում զգալ իրենց հայրենի հողում։ Արդյունաբերականացումն է մեր նպատակը, որպեսզի մեր պետությունում արդեն սկսեն գործել ոչ թե այն տրամաբանությամբ, որ գնանք դրսից բերենք, այստեղ վաճառենք, այլ այստեղ արտադրենք, այստեղ վաճառենք, որտեղ մեր պետությունը ունի լուրջ հնարավորություններ, չեմ ասի մենք, չնայած եթե արդար լինենք, չկա պետություն, որ 100%-ով կարողանա ապահովել իր ինքնաբավությունը, մենք լավ դա գիտակցում ենք, բայց գիտենք, որ նաև Հայաստանի պետությունը Հայաստանի Հանրապետությունը ինքը նաև իր յուղմթերքով, իր տարբեր օգտակար հանածոներով հարուստ երկիր է եւ կարող է այդ ինքնաբավությունը տոկոսային առումով բավարար չափով բարձրացնել, որպեսզի մենք էլ մեր հերթին կարևորագույն առաջին նշանակություն ունեցող պարագաները մենք մեզնով ապահովենք, ուրիշի հույսին կամ բարի կամքին չակնկալենք։ Իսկ արդյունաբերականությունը մեր պետության նաև ստեղծելու 300 աշխատատեղեր է, որոնց եթե չեմ սխալվում 80 թե 85 հազար լինելու է
ուրեմն գործարանների համատեքստում, գործարանում աշխատանք բացելու համատեքստում։ Նարեկ Կարապետյանը խոսել է սրա մասին շատ, նշել է, որ հենց նույնը Վանաձորում նավթավերամշակման գործանի կառուցման նպատակ կա, սա պարզապես այսպես ասեմ, գեղեցիկ բառեր չեն, դրա մեջ կա շատ խորը տնտեսական վերլուծություն, իսկ մենք լավ գիտենք, որ եւ Նարեկ Կարապետյանը եւ Սամվել Կարապետյանը բիզնեսի ոլորտում հաջողած մարդիկ են։ Սամվել Կարապետյանը իր ամբողջ հնարավորությունները եւ բիզնես ունակությունների կիրառելությամբ կարողացել է հասնել այնպիսի բարձունքի, որ ունենա շատ մեծ կապեր արտերկրում։ Շատ հաճախ Ռուսաստանի Դաշնությունն են շահարկում, բայց ասեմ, որ Սամվել Կարապետյանը նաեւ այն մարդն է, այն միակ հայ գործարարն է, որը չնայած մեծ սանկցիոն փաթեթների Ամերիկայի կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառվող չի ներառվել սև ցուցակում։ Սա խոսում է նրա մասին, որ Սամվել Կարապետյանը ինքնին ինքնաբավ եւ մեծ կապեր ունեցող անձնավորությունով կարողանում է իր բիզնես շահերը եւ իր բանակցությունները եւ քաղաքականությունը, բիզնես քաղաքականությունը այնպես վարել, որ չթշնամանա այլ պետությունների, ղեկավարների կամ որոշում կայացնող անձանց հետ։ Հետեւաբար Սամվել Կարապետյանի գործուն ինքնին շատ բան է ասում եւ գանք ամենակարևորիցը ավանդական արժեք կրող մարդ տեսակից եւ գործի կազմակերպման տեսակից եւ առհասարակ պետությանը նվիրված լինելու տեսակից։ Այդ մարդը կարող էր այսօր էլ, երեկել, 8 ամիս առաջ էլ առաջիկա մի քանի տարում նույնպես ապրել ավելի հարմար պայմաններով, ընդհանրապես չհետաքրքրվել կամ 30 տարի նվիրված չլիներ իր երկրին եւ բարեգործական գործերով եւ ներդրումային տարբեր ծրագրերով եւ գիտենք, որ նաեւ կան տարբեր գործարաններ արդեն իսկ ստեղծված Սամվել Կարապետյանի կողմից տարբեր մեր քաղաքներում Հայաստանի Հանրապետության։ Հետևաբար այս մոտեցումը նաեւ խոսում է նրա մասին, որ Սամվել Կարապետյանը ոչ թե մարդ է, ով սիրում է պարզապես խոստումներ տալ եւ մարդկանց ականջին փաղաքշական խոսքեր ասել, այլ մարդ է, ով այդ բազուկը ունի, աշխատանքի բազուկը ունի եւ կարող է այդ բազուկով մեծ գործեր անել։ Պարոն Դավթյան, աշխատատեղերի ստեղծման ֆոնին, այսինքն մենք կարող ենք ենթադրել, որ յուրաքանչյուր պարագայում մարզային յուրաքանչյուր մարզի սպეციფიკան, նրա գործելավոճը, ներուժը ձեր քայլերի մեջ ներառված է։ Միանշանակ մենք ունենք նույնպես մեր մարզային այցերի ժամանակ եւ անցած տարվանից սկսած եւ հիմա ունենք տեղում արված հետազոտություններ, արդյունքներ, որը խոսում է շատ բանի մասին, օրինակ կան գյուղեր, որտեղ այդ նույն մթերքը ինչ որ պատճառով եւ հողի որակի պատճառով եւ եղանակային պայմանների պատճառով վատ է աճում, քիչ է աճում։ Նպաստավոր չի պայմանները, որ բերքը կամ այլ մթերքը այդտեղ որևէ ձևով արդյունք տա, որովհետեւ լավ գիտենք գյուղացին չի օրինակ կաղամ չի ցանում, որ ընդամենը մի փոքր այգու չափով բավարարվի, ինքը ուզում է դրանից եկամուտ ունենալ, դա մեծացնել, խոշորացնել եւ այլն։ Հետեւաբար նաեւ այդ մոտեցումները կա։ Յուրաքանչյուր մարզ, օրինակ Վայոց-Ձորի մարզը վերցնենք որպես այդպեսին, մենք գիտենք, որ ինքը լավ դարերից եկած, այսինքն պատմություն է, դե խորը պատմություն կա դրված գինու արտադրության մարզից, այո, առաջատարներից հարավային Կովկասում եւ մենք իհարկե մեր հարևան Վրաստանի հետ համեմատ Վայոց-Ձորը ինքը բավական ցածր սանդղակով, հա, եթե դասենք, ինքը բավական ցածր տեղում է գտնվում։ Ու սա մեր համար պատվի հարց է։ Ինչի պետք է Հայաստանի Հանրապետության համով գինի, որը ես անձամբ շատ եմ սիրում, լինի այդքան ցածր հորիզոնակում, ինչի հորիզոնականում, ինչի մենք չենք կարողանում մեր ներկայանելիությունը այնքան բարձր մակարդակի դարձնել եւ տուրիստական գրավչությամբ եւ գինիների տեսականի ճանաչելիությամբ, որ Հայաստանի Հանրապետությունը մատով ցույց տան, ասեն այնտեղ շատ լավ գինի կա, անգամ կարող ենք մրցել եվրոպական տարբեր գինի արտադրող ընկերությունների հետ, որովհետև մեր այստեղի խաղողը ինքը սպეციფიկ համ ունի։ Նախ արևի հնարավորությունն է տալիս դա, եղանակային պայմանները, լեռնային պայմանները, այսինքն բնությունը ինքնին այդ խաղողին այնքան համոհոտ է տալիս, որ գինու սպეციფիկան կարող է էականորեն տարբերվել մնացածից, որովհետև մենք այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որ այստեղի միրգը, մթերքը շատ համով հոտով են, քան օրինակ այլ երկրներինը։ Ես ինձ լսողները հաստատ սա կփաստեն։ Բարի։ Եվ եթե ամփոփենք մեր զրույցը, ինչով է տարբերվում ուժեղ Հայաստանի տնտեսական փաթեթը, նախագիծը այլ ուժերի կամ այլ նախագծերի ու խոստումների։ Այլ նախագծերը կամ այլ ուժերը պարզապես չունեն տնտեսական ծրագրեր։ Մենք միակն ենք այսօր եւ անցյալում եւ այսօր միակ քաղաքական ուժն ենք, ով ռեալ ապացուցված, հաշվարկված, վերլուծված փաստերի հիման վրա առաջարկում է 5 տնտեսական ծրագրեր ու բացատրում է դա ոնց է իրականացնելու։
յուրաքանչյուր տնտեսագետ ով ունի բակալավրի կրթություն, պատկերացնում է տնտեսության զարգացման ուղղությունները, կարող է այստեղ QR-ով անցնել, այնտեղ հայերեն տառերով, հայերեն գրած է, թե ինչպես են դա պատկերացնում անել։ Դա հասանելի է բոլորին եւ իհարկե մենք նաեւ բաց ենք նոր առաջարկների մասով, բաց ենք նաեւ իհարկե քննադատությունների մասով, բայց ես պնդում եմ ու վստահ եմ, որ մենք միակ քաղաքական ուժն ենք, ով ռեալ մեր վերջին տարիների ընթացքում, չեմ ասում մենակ այս ընտրություններին, վերջին տարիների ընթացքում միակ քաղաքական ուժն ենք եղել, որ այսքան մանրամասն տնտեսական ծրագիր առաջարկում մեր հայրենակիցներին։ Ու սա խոսում է մեր քաղաքական ուժի որակի մասին։ Եթե ինչ-որ բան կուզեք ասել Լոռեցի հեռուստադիտողին, չնայած ոչ միայն Լոռիում են մեզ դիտում, այնուամենայնիվ շեշտադրելով նաև Լոռին, որովհետև այսօր այստեղ եք։ Ինչ ասելիք կա։ Մի հատ սպეციფიկ բան եմ նկատել ու միշտ էի նկատել իհարկե, բայց ես վերջերս սա արդեն շատ եմ ասում։ Այս երեք մեր կերներից հետ եմ, կերներից մեկի հետ էինք հանդիպել, ասում եմ հետաքրքիր բան կա լոռեցիների մեջ, ասում է ինչ, ասում եմ օրինակ Վանաձորում նկատել եմ, որ մարդիկ չեն ասում երևանցիքի պես, մերսի կամ շնորհակալություն, ասում են ապրեք շատ ու այդ ապրեք բառի մեջ համ շնորհակալությունն է մտնում։ Համայն մերսի բառն է։ Հետևաբար այդ սպეციფիկան շատ եմ նկատել ու ասեմ տատի, պապի լինի, թե լինի երիտասարդ մարդ, այդ ապրեք շատ ու ինքը հետաքրքիր ձևով է դա մատուցում, քեզ իսրտը եւ զգում ես որ մարդու ասացի մեջ ջանջիգյար կասեց ասեմ։ Սա կուզեի ասել, որ սա մեր հերթական այցն է, սա մեր վերջի այցը չի եւ բնականաբար հունիսի 7-ից հետո ուժեղ Հայաստան կուսակցության հաղթանակից հետո սրանում ենք միանշանակ վստահ ենք մարզային այցելությունը լինելու են պարբերաբար, որովհետեւ մենք կարծում ենք, որ ոչ միայն 5 տնտեսական ծրագրի գրված եւ վերլուծության հիման վրա է, որ վստահ ենք դա լինելու, այլ պետք է պատասխանատու անձինք ով գիտակ են այս գործում անընդհատ այցերով նաև մեր կողմից, մեր կուսակցության կողմից այցել լինեն, որպեսզի աշխատանքը ստուգվի, հասկացվի թե ինչ էտապում է գտնվում, որ որևիցե ձևով այդ աշխատանքի process-ը չխափանվի։ Մենք այնպես անենք, որ 5-րդ տարվա ավարտին ժողովուրդը մեզ մոտենալուց ասի ապրեք շատ, որ ունեք նման 5 տնտեսական ծրագրեր, ու մենք ցանկանում ենք, որ 5-ը դառնա 10, 15 ու 20։ Ու մենք վստահ ենք, որ մեր քաղաքական ուժը ունի այդ պոտենցիալը եւ Փառք Աստծո ունի խելք, եւ Փառք Աստծո ունի բասկի ուժ, եւ Փառք Աստծո ունի հնարավորությունը։ Հետեւաբար այս երեքն էլ իր հերթին տալիս է մեզ այն ողջավորությունը եւ վստահությունը, որ հիմա Վանաձորում ենք եւ մեր համակարգացիների հետ հանդիպելուց ներկայացնում ենք։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հարգելի հեռուստատողներ, շնորհակալություն ուշադրության համար, իսկ ես հիշեցնեմ, որ բացենյակի տաղավարում իմ հյուրն էր Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գառնիկ Դավթյանը։ Շնորհակալ եք, Ֆորտունա։